Նայրի Հունանյանը ինչ մի օրում հայտնվեց տեսադաշտում տարբեր կառույցների, այդ թվում Ուկրաինայի հատուկ ծառայությունների ժամանակին ղրիմում ա եղել, չէ, եղբոր հետ, հետո Թուրքիայի, հետո մինչ հետ աշխատել է, ասենք, այստեղ, եթե չեմ սխալվում, Դաշնակցության մամլո եւ տեղեկատվության կենտրոնում, շատ փառասեր, մեծամիտ, ինքնահավան, եղել է նաև Կարեն Դեմիրճյանի շտաբի աշխատակից։ Այսինքն, եթե ուշադրություն դարձնենք, այս մարդը ինքնահաստատման խնդիր ուներ։ Այդ լավագույն գործակալներն են, որ փառասիրությունն ու մեծամտությունը ինքնահաստատվելու այդ տենչը, ձգտումը շատ առավելագույն է, այդ ինքը, ինչպես ասում են, ձուկը իր թեփուկներով եւ թևիկներով ընկնում է այն ցանցը, որի անունը հատուկ ծառայության հավաքագրող անձիկ։ Բայց ես կարծում եմ, որ իրականում այն ինչ որ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, ասենք տեսականորեն նայենք, Վազգեն Սարգսյանը խանգարող գործ ուներ, բայց մարդուն վերացնելու, սպանելու շատ ավելի նուրբ ձևեր կան։ Սա հրապարակա դեմոնստրատիվ, սա դատավճիռը ի կատար անելու եւ հաջորդ իշխանություններին այդ արարքով մեսիջ ուղարկելու գործողություններ։